Հավկիթներով բողոքի ակցիա է անում բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանը գլխավոր դատախազության դիմաց։ Ընդունարան է տանում հավկիթները փռում գետնին։ Չախոյանն հազանգում է, որ ծածկադմփոց են ուզում անել 2.5 ամիս առաջ իր վրա հարձակումն ու հեռախոսի գողության դեպքը։ Հանդիպում են պահանջում, գալիս են դատախազություն, տեղեկացնում եմ, ասում եմ, բերեք այս գործի վերաբերալ, հանդիպենք, զրուցենք, գործին ընթաց տան։ Դատախազությունը մերժում է հանդիպումը այդ գործի վերաբերալ, ինչ-որ քննարկում անցկացնելու համար։ Հեռախոսի գողությունից հետո իրեն շանտաժի են ենթարկել ինչ-որ անհայտ մարդիկ, ասում է Չախոյանը։ Facebook-յան էջին նամակ են գրել ու խորհուրդ տվել ծպտուն չհանել, այլապես իր մասին սկանդալային տեղեկություններ կհրապարակեն, թե ում հետ է շփվում։ Չկա այնպիսի մի տեղեկատվություն, առհասարակ, թե իմ հեռախոսի մեջ պարունակվող, թե նամակագրության մեջ, օրինակ, որ ես վախենալու բան ունենամ, օրինակ, խոսքի Տրամպը ինձ ֆինանսավորում է, կամ Կիմ Չեն Ինը, կամ Պուտինի հետ եմ ամեն օր խոսում, ինչպես, այսինքն այնպիսի քաղաքական տառ պարունակող շանտաժի նյութ չկա։ Ակտիվիստը կասկած ունի, որ իշխանությունների հովանավորությամբ են իր վրա հարձակվել, որովհետև մի սկանդալային բացահայտում էր արել, թե նոր Նորքի 3-րդ զանգվածում կառուցված շուկայի մի մասը համայնքապատկան հողակտորի վրա ապօրինի է կառուցվել քաղաքային իշխանությունների լուր թույլտվությամբ։ Այսինքն ակնհայտ է մարդիկ զբաղված են հողազարդման ու Երևանի քաղաքապետարանը դրա վրա աշկ է փակում։ Ուրիշ դեպքերում, երբ որ մարդիկ դիմում են դատարան, ինքնական շինությունը օրինականացնելու եւ այլն, մենք տեսանք անցած տարի դատարանի ընթացքի ժամանակ Երևանի քաղաքապետարանը գնում քանդում էր։ Վախի հիմա չի գնում քանդի։ Ոստիկանությանը տեսանյութ է տվել, որտեղ երևում է, թե ովքեր են իր վրա հարձակվողները, պնդում է Չախոյանը։ Բայց քրեական գործին դա չեն կցել, մինչև հիմա իր վրա հարձակվողներն ազատության մեջ են։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։